սկսենք այն փաստից, թե սահմանազատության հետ կապված որևէ բան այս պահին Տավուշում իրականացում է, թե չէ, այսինքն այդ գործընթացը սահմանափակվել է այնքանով, որքանով որ արվել է, թե հիմա աշխատանքներ կան։ Այնքանով որ արվել է, հիմա կոնկրետ ոչ մի աշխատանք չկա, ոչ մի process գործընթաց չկա։ Ես նկատի ունեմ, որ կոնկրետ Տավուշի մարզում, ես պատասխանատու եմ Տավուշի մարզի համար։ Իհարկե փոխվարչապետերի մակարդակով կար այդ քննարկումը լինի, բայց կոնկրետ Տավուշի մարզում գործընթաց չկա որևէ դրա հետ կապված, այդ նկատի ունեմ։ Իսկ առհասարակ տարածքների հետ կապված ինչ տարածքներ են, որի մասին խոսում է, որ մենք ունենք տարածքներ այստեղ, որը Ադրբեջանին է պատկանում եւ այլն։ Սա ձեզ համար ընկալելի է, որ տարածքներին է վերաբերում։ Ոչ, մինչև սահմանազատման գործընթաց չլինի, դա չի կարող պարզ լինել։ Այսինքն 12-7 կիլոմետր հատվածը, որ սահմանազատվել է, այդ ժամանակ է պարզվել, չէ՞, որտեղ են դրվում այդ կետերը։ Այսինքն մինչև սահմանազատում չլինի, չեք կարող ասել։ Չէ, երբ իշխանությունն ասում է, որ կան տարածքներ, որոնք Ադրբեջանին են պատկանում, բայց Հայաստանի վերահսկողության տակ ինչ տարածքների մասին է խոսքը, որովհետև մենք չենք տեսնում Ադրբեջանից նման պահանջ չի եւ միայն Հայաստանի իշխանություններն են այդ մասին խոսում։ Ժողովուրդ ջան, դա լրիվ պարզ երևում է, այդտեղ տենց մեծ գաղտնիք չկա, դուք լավ գիտեք, որ այդ ոսկեպարի հատվածում եւ Վերքավերի հատվածում նման տարածքներ ունենք։ Պարոն Ղալումյան, վերջերս հրապարակվեց, որ պաշտոնական այցել եղավ վարչապետի գլխավորությամբ Տավուշի մարզ, պատն էին նայում, թե դպրոցին հարակից այդ պատը ինչպես են շարվել, ինձ հետաքրքիր է այդ պատը շարելուց հետո դպրոցում քանի աշակերտ է ավելացել։ Ուրեմն նախ ասեմ ձեզ, որ հիմա կոնկրետ այս պահին 37 աշակերտ է սովորում դպրոցում եւ 5 երեխա նախակրթարան է հաճախում, ընդհանրապես գյուղից արտագաղթ, եթե դուք այդ նկատի ունեք, չի եղել։ Այդքանը կարող ավելացել են։ Ներգաղթ հիմա այս պահին կոնկրետ Գիրանց գյուղում 53 պետական ծրագրով 16 միլիոնի ծրագրով տուն է կառուցվում։ Ես ձեր գործընկերներին հարցը ուղեցի, նաև ձեզ եմ ուզում ուղղեմ, մենք տեղեկություններ ենք ստացել այն մասին, որ մոտ 2-3 ամիս առաջ դուք ձեր գոլեգաների Գեղարքունիքի մարզպետի հետ, որից հետ նաև ձեզ հետ եղել Կոտայքի մարզպետը, գնացել եք Սևանի ափին խնջույքի եք մասնակցել, խնջույքը ուրախ անցել է, բայց ըստ էության երևի գինովցել եք արդեն երեկոյան եւ հնչել են կրակոցներ։ Ինչ է եղել։ Անկեղծ ասած, սպասի։ Լավ, կներեք, այդ ասեմ, որ այդ տեղեկությունը լրիվ անհեթեթություն է։ Իրավապահները վերադասնի զեկուցել են, ես հավաստի տեղեկություն։ Ուրեմն, եթե հավաստ տեղեկություններ ունեք, ես էլ ձեզ հավաստիացնում եմ, դուք Երևակայի մեր քաղաքական թիմին լավ չեք ճանաչում, եթե նման դեպքեր եղել, մենք բոլորս պատժված կլինենք։ Դուք սրանից տարիներ առաջ անտառում դեպք տեղ ունեցավ, անտառապահին բռնել էիք, որ գողության հետ այնքան էիք վազե քաղաքացու հետևից ձեր մեքենայով եւ արդյունքում այո վթարի էր ենթարկվել մեքենայով, լավ մեքենան վարել էիք իր մեքենայի հետևից, հա, արդյունքում վթարի էր ենթարկվել, մահացել էր քրեական վարույթներ կան։ Ուրեմն ես ձեզ կխնդրեմ, այդ շրջանակներից դուրս չգաք, դուք լավ գիտեք, որ էդ էլ է սուտ տեղեկատվություն, եթե նման բաներ եղե, քրեական գործում ես ներգրավված կլինեմ։ Ընդդիմությունը ինչ քրեական գործ ասում է։ Ընդդիմությունը թող համապատասխան մարմիններին դիմի, ես ստանամ իմ պատիժը հասանելիք։ Դուք այսինքն մտավախություն չունեք, որ իրավապահները վերադասնեն իմ Ոչ թե մտավախություն չունեմ, նման դեպք չի եղել, խնդիրը սրանում է կայանում։ Պարոն Ղալումյան, գնեք, ձեր նշանակումը արդյոք ԽՑԲ-ի արդյունք չէ։ Ինչ առումով։ Դուք Նիկոլ Փաշինյանի հետ սանիկական կապերի մեջ եք, ԽՑԲ-ն էլ խնամի ծանոթ բարեկամ Նիկոլ Փաշինյանն ասում էր գալու են ԽՑԲ-ին վերջ։ Ես խնդրեմ այդ տրամաբանությունից դուրս գաք։ Եթե իմ կենսագրությունն նայեք, ես վերջ տարին միանակ 11 տարվա բանկային համակարգի ստաժ եմ ունեցել, որից 9 տարին կառավարիչ։ Այսինքն դե ունեցող կա։ Ես ձեր հարցին պատասխանեցի, որ ոչ։ Ես չեմ ինքն առաջադրվել, ինձ առաջադրել են մեր քաղաքական թիմի ընկերները եւ ես նշանակվել եմ մարզպետ, ավելացնելու ոչինչ չունեմ։ Պարոն Ղալումյան, բեռնատարների բաժինը հիմնականում Տավուշի մարզում են, այսպես ես բողոքի ակցիան արել։ Հիմա ինչ վիճակ է, մեքենաները կանգնած են, ինչ խնդիրներ կան, որպես մարզպետ գնացել եք խոսել։ Որպես մարզպետ ես տեղեկացված եմ եղել, ամեն 10 րոպեն զանգել են տվյալ տարածքից տեղեկատվություն են տվել։
ոչ մի խնդիր չի առաջացել, խաղաղ մարդիկ կանգնած են եղել ուղղակի ճանապարհի եզրին, այսինքն ճանապարհ չի փակվել, երբ որ տրվել է Մեհեր Գրիգորյանի գրությունը, իրենց է փոխանցվել, որ բանակցություններ են գնում Ռուսաստանի Դաշնության հետ այդ ժամկետների փոփոխության, մարդիկ թողել են հեռացել։ Պարոն Ղալումյան, իսկ քանի որ ձեր մարզում Պարտադիր այդքան մոտիկնիկ չէ, պայծեք է։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ կան ադրբեջանական տարածքներ, որոնք վերահսկում է նաև Հայաստանը, հիմա ես ուզում եմ իմանալ Տավուշում կան տարածքներ, որոնք հայկական վերահսկողության տակ են, բայց Ես այդ հարցին պատասխանել եմ։ Քանի քառակուսիով չեմ կարող ասել։ Ես մոտավոր ձեզ տարածք ասացի, որ որտեղ այդ տարածքները գտնում ու դա գաղտնիք չի Հայաստանի։ Որոնք ադրբեջանական են։ Եվ ադրբեջանական եւ հայկական։ Ադրբեջանականն ասեք։ Երկուսն էլ ասացի։ Ադրբեջանականը որտեղ է։ Ժողովուրդ ջան, այդ հարցին ես պատասխանել եմ։ Լուծումը ինչպես եք տեսնում, թողնել այնպես ինչպես որ կա, թե ամեն դեպքում Ժողովուրդ ջան, սահմանազատման process-ը, երբ որ կգնա վերջնական պարզ կլինի։ Ժողովուրդ ջան, ասենք հիմա այդ մասին խոսելը վաղ է։ Պարոն Աղալումյան, բայց գործընկերներս ասում են, որ դուք չեք ասել կոնկրետ որ տարածքներում են, որ ադրբեջանական հողեր են եւ գտնվում են հայկական վերահսկողության ներքո, այս սա կհստակեք։ Չեմ ասել։ Ժողովուրդ ջան, մեկը պնդում է, որ ասել եմ, մեկը պնդում է, որ չեմ ասելու։ Ես այդ հարցին պատասխանել եմ, շարունակեցեք։ Որպեսզի անճշտություն չլինի, կխնդրեմ նորից։ Հետ կդակ ձեր կնայեք ձեր տեսած ձայնագրությունը։ Իսկ հայկական հողատարածքներ, որ ադրբեջանականն է վերահսկում, քանի քառակուսի կիլոմետր։ Քառակուսի կիլոմետրով ես չգիտեմ։ Չգիտեք ինչքան տարածք է Ադրբեջանը վերահսկում։ Ոչ։ Պարոն Ղալումյան, դուք նախորդ Կիրակի պատարագին էիք մասնակցում, որը ֆեյք պատարագ է համարվում, որովհետև կարգալույց քահանան իրականացրել, պատրաստում եք այս Կիրակի էլ գնաք եւ արդյոք մարզից մարդկանց ավտոբուսներով պատրաստում եք տանել այդ պատարագին։ Ամենայն դեպս այնտեղ գտնող լրագրողները ձեզ կհավաստիացնեն, որ այնտեղ ավտոբուս չի եղել, այդ մեկ, երկրորդը ես մենակ եմ եղել ու հաջորդ Կիրակի էլ լինելու եմ։ Ինչու եք գնում։ Ինչու եք Տավուշից հարցնում Արագածոտնի մարզ պատարագի։ Ասենք ինձով կար արգելի, ես չգնամ։ Չեմ ասում, ասում եմ չէ պատճառը ո՞րն է, չեմ ասում արգելում է ձեզ ինչ-որ։ Ով ասում մեր մարզում չեմ գնալ։ Ոնց մեր մարզում չեմ։ Ժողովուրդ ջան, ուրեմն ոչ մեկ չի կարող սահմանափակի որևէ մեկին ցանկություն ունեմ գնում եմ։ Հրահանգ կա։ Ոչ մի հրահանգ չկա։ Եկեղեցու տարածքում չեք պատարագի ժամանակ, ես նկատեցի դուք դարպասից դրսում եք կանգնած։ Որովհետև եկեղեցի մտնել հնարավոր չէր, ինչ տարբերություն եկեղեցից 5 մետր հեռու կանգնեի, թե 15։ Դուք գնացել կարող եք մտնել։ Ժողովուրդ ջան, դա իմ իրավունքն է։ Դա դες չի վերաբերվում։ Ֆիզիկական ներկայություններ պետք է։ Ինչ առումով ֆիզիկական Որ ներկայություն։ այնտեղ ներկա լինեք, հանկարծ ձեր Ես ձեր հարց ինչ խոսակցություն պետք է գար։ Ում կողմից։ հրահանգվել էր, որ բոլորը այնտեղ լինեին։ Հիմա Կիրակի։ Դա ձեր տրամաբանությունն է, որը որ իմինի հետ չի համընկնում։ Բայց եթե պատարակ է, բան Ղալումյան, ներշնչեք է մտնեիք որակեց այդ պատարակը, դուք փաստորեն պղծությանը մաս։ Մայրաթորը չի կարա պղծություն որակի այդ պատարակը, որովհետև այնտեղ հազարավոր մարդիկ են եղել, մայրաթորը իրավունքը չունի, մայրաթորը թող իր գործերով զբաղվի։ Իր գործը դա չի։ Դա իրագործը եկեղեցիների Այսինքն ով ուզի կարող է քահանաների արարողակարգին համապատասխան չափորոշներով այդ իրագործելն է։ Այսինքն ձեր հարցադրումն այնա նշանակում, որ թե կալքավուց եղած քահանայա, լավ, հետ գնանք լայն մի կողմին, ով է կարգալույց արել այդ մարդուն։ Ով ձեռնադրել է։ Ով ձեռնադրել է, բա այդ մարդու հետ կապված այս վերջ իրադարձությունները, որ ոչ մի հարցի չի պատասխանում։ Որ վերջ իրադարձությունները կոնկրետ հարցերին չի պատասխանում, խախտելա կուսակցության բանը ուխտը, ասենք այդ ամեն ինչը հաշվի չինք կարա կարգալույց անի քահանայի։ Ձեր գործը չէ, եկեղեցիներ։ Ուրեմն դա ինչը որ իմ գործն է, ես խոսում եմ։ Անջատ են սահմանում։ Ժողովուրդ ջան, վերջացրիք։ Չէ, ես այդ հարցերում Ասա։ Մենակ նորմալ խնդրեմ եմ սադրիչ հարցեր չտակ, անիմաստ անտրամաբանական չեմ պատասխանել։ Ամենայն հարգանքով բոլորիդ նկատմամբ, ժողովուրդ ջան։ Ես խնդրում եմ կոնկրետ հարցեր տվեք, առանց հետին մտքերի, առանց
Առանց հետին մտքերի եւ առանց սադրանքների, պարոն Ղալումյան, խնդրում եմ ասել, ի վերջո Կիրանցում քանի ընտանիքի փոխհատուցում տրվեց եւ որքան։ Դա գաղտնի տեղեկատվություն է, որը որ հրապարակման ենթակա չի։ Բոլորը ստացան։ Ոչ։ Ինչու։ Քանի հոգի։ Ժողովուրդ ջան, ասում եմ, դա հրապարակման ենթակա չի։ Թիվ չեմ ասել։ Բայց դրա ինչն է գաղտնի, պարոն Ղալումյան, այսինքն դրա ինչն է անվտանգային առումով խնդիր, որ Խնդրեմ ձեր հարցերը ուղղակի։ Դա է։ Բայց քնած ջան, մեր հարց են տալիս, թե գալիս է ֆենն է այս մտնում։ Չէ՞ չեմ մասնակցում ես չարացեցի։ Մասնակցի քո խնդիրն է։ Պարոն Ղալումյանից հետաքրքիր է, պարոն Ղալումյանից հետաքրքիր Դիլիջանի քաղաքապետի վարքը ոնց կմեկնաբանեք, ինքը գողականներ, քրեական ենթամշակ, այդ ինչ վարքեր, այդ ինչպես է լրագրողների հետ խոսում, այդ ինչ վարքեր։ Ուրեմն նա ժողովուրդ ջան, եկեք սկսենք նրանից, որ տվյալ հարցադրումը ով որ այդ օրը արեց, այսինքն ինքը նպատակ ուներ այդ մարդուն սադրելու։ Նույն գործընթացը ինձ հետ ա եղել։ Ինքը ձեր գործն էլ մնալ հավասարակշռ։ Ես խնդրում եմ կոռեկտ, ես հարցի պատասխանում, երբ որ կպատասխանեմ կավարտեմ, դուք կասեք։ Դուք չեք պատասխանում իմ հարցերին։ Ուրեմն դեռ ոչ մի արտարոց բան տեղի չի ունեցել, պարոն Սարգսյանը ուղղակի տոնը բարձրացրեց, քանի որ իրան սադրող հարցեր էին ուղղել։ Պաշտոնյան պետք է պատրաստ լինի, պարոն Ղալումյան, իրեն սադրող Այդ հարցեր։ պաշտոնյան նաև ունի համբերություն, ժողովուրդ ջան, այդ ոնց է դուք կարաք Համբերությունը մի րոպե, ցենը, այդ ինչ Ինչ վարք է։ ասենք լավ, դրանով որևէ մեկին վիրավորեց, որևէ մեկին թթու խոսք ասեց։ Որ ինքը ոչ քաղաքապետ է, ոչ էլ առասեք համայնքի Դա ձեր կարծիքն է, ես խնդրում եմ համենայն դեպս իմ ներկայությամբ պարոն Սարգսյանի մասին նման բաներ մի կարտահայտ։ Ես հարց տվեցիք, ես պատասխանեցի։ Դուք հիմա իր վարքը գողական էր, քրեական ենթամշակույթ։ Ոչ գողական էր, ոչ քրեական ենթամշակույթ էր, մարդուն հունից հանել էին, ընդհանրապես ձայնը բարձրացրեց։